Քաղաքական առաջնորդի ճգնաժամ։ Հայաստանի քաղաքական դաշտում խորացող ճգնաժամը պայմանավորված է ոչ միայն հին եւ նոր ուժերի միջև առկա հակասություններով, այլև խարիզմատիկ եւ գործուն առաջնորդների բացակայությամբ։ Ներկայումս քաղաքական դաշտը բաժանվել է 3 հիմնական ճամբարների՝ հին իշխանությունների ներկայացուցիչները, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցները, որոնք փորձում են վերականգնել իրենց ազդեցությունը, սակայն բախվում են հասարակության անվստահությանը։ Նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որն ի սկզբանե ձևավորվեց որպես ժողովրդական շարժում, բայց տարիների ընթացքում կորցրեց իր սկզբնական պոտենցիալը եւ ցույց տվեց կառավարման անարդյունավետություն եւ այլընտրանքային ուժերը, նոր լիդերների պակասը եւ ժողովրդական դժգոհությունը հանգեցրել են այն բանին, որ տարբեր անհատներ փորձում են մտնել քաղաքականություն առանց մեծ թիմի եւ անհրաժեշտ ֆինանսական ներդրումների։ Քոչարյան-Սարգսյան հակամարտություն։ Քոչարյանն ակնկալում էր պահպանել ստվերային վերահսկողություն երկրի վրա, սակայն Սարգսյանը աստիճանաբար հեռացավ նրա ազդեցությունից, ձևավորելով սեփական քաղաքական բևեռը։ 2018-ի իշխանափոխությունից հետո Քոչարյանը փորձեց վերադառնալ քաղաքականություն, փորձելով դառնալ գործող իշխանության հիմնական ընդդիմախոսը, սակայն Սարգսյանը խուսափեց ակտիվ պայքարել, պահպանելով ստվերային դերակատարում։ Չնայած նրանց նախկին համագործակցությանը, ներկայումս նրանց քաղաքական ուղիները տարբեր են։